Կարող եք ներկայացնել, թե այս պահին Իրանում ինչ իրավիճակ է, ինչ է տեղի ունեցել եւ հիմա ինչ փուլում է, ինչ վիճակ է։ Ցույցերը բողոքները շարունակվում են տարբեր քաղաքներում, թեև որոշ առումով կարելի է ասել մայրաքաղաքում որոշ չափով թույլատրած է, բայց այլ քաղաքներից լուրերը որ գալիս են ցույցերը շարունակվում են եւ հնարավոր է ամենայն դեպս դեպակալություններ կան, պաշտոնական հայտարարությունների հիման վրա բավական մարդ դեպակալվել է, մի քանի 100 դեպակալվել են, բայց նորից ըստ տված տեղեկությունների նրանք ովքեր որ այսպես ասած երիտասարդներ են եղել եւ հատուկ այլ կողմերի կապված չեն եղել կամ չգիտեմ այլ տեղեկատվական անվտանգային կառույցների հետ կապ չեն ունեցել նրանք շտապ ազատվել են, բայց մնացյալի պարագային այդպես է հստակ տեղեկատվություն չկա, բայց կան դեպակալվածներ, իսկ թե որքան են թվերը ես չեմ կարող հստակ ասել, բայց մեկ բան հստակ է, որ եթե այս նվագով շարունակվի հարցերը ավելի բարդանալու են։ Դուք բարդանալ ասելով ինչ նկատի ունեք, այսինքն ավելի մեծ ծավալների հասնեն։ Հավանական ավելի մեծ ծավալների կհասնեն, որովհետև ուղղակի ժողովրդի կյանքի հետ է կապված հարցը, տնտեսական հարցը մարդկանց նեղացնում է, այստեղ մշակույթի, չգիտեմ, որոշակի իրավունքի նույնիսկ ազատության հարց չէ, այլ մարդկանց առօրյայի ապրուստի հարցն է։ Դա վիճակը ծանրացնում է, մարդը եթե իր եկամուտը ամսական ասենք $100-150 է եւ նույն ժամանակ այն ինչ որ պիտի հայթայթի ուտելու համար հասնելու է $300, այդ ժամանակ մարդիկ արդեն չեն կարողանա դիմանալ համբերել։ Բնականաբար պորտկումների կտան եւ այդ պորտկումների թափը կարող է ավելի հզորանալ։ Ձուն, մսեղենը եւ այլն, գինը մի անգամ այն բարձրացավ, որոշ դեպքերում նույնիսկ մինչեւ 30-40%, ինչը որ ավելի բարդացրեց վիճակը։ Սպասողական, սպասում են, որ կառավարությունը ավելի լուրջ քայլերի կդիմի, որպեսզի կարողանա կարգավորի վիճակը, թե չէ կարող է բարդանալ, որովհետև ժողովուրդը այդքանով չի կարողանա ապրել եւ չի կարողանա հանգիստ իր առօրյան հայթայթել, որովհետև շատ բարդ է, դոլարի գինը մի անգամ խիստ եւ կտրուկ բարձրացավ, որ նույն ժամանակ ինտերնետի արդեն խանգարումներ կան, այս բոլորը նաև հոգեպես ազդում է ժողովրդի վրա։ Տեսանյութեր են տարածվում, որ կարծես անվտանգության ուժերը տարբեր միջոցներ են կիրառում, օրինակ արդյունքաբեր գազ օգտագո կիրառել ցուցարարների հետ բախումների ժամանակ։ Այո, դա պաշտոնապես նաև հայտարարվել է, որ արդյունքաբեր գազեր օգտագործելու ստացարեցրել են որոշ ցույցեր, լրատվությունը կնում է, դա իհարկե այդքան էլ անբնական չի, ամենատեպս, բայց խնդիրն է դա, որ ինչպես է ընդհանուր հարցը կառավարվում։ Եթե չկարողանան կառավարել, այդ ճնշումով կառավարելը գուցե այսօր մի քիչ կառավարեն կամ դադարեցնեն կամ հետաձգեն, բայց պարզապես հետաձգելու է, ուղղակի արտական կարող ավելի հետո կոպիտ ընկի, այսինքն մի բան ճնշելով դադարեցնես, հետո նորից կարող ավելի թափ առնի, այնա որ պետք է իրենք այնպեսի անեն, որ դա կառավարելի լինի, այսինքն լուծումներ պետք է տալ նույն ժամանակ որ դադարեցնում են ցույցերը ժողովուրդը պահանջ է դնում, որ պահանջը նույնիսկ պաշտոնական բոլոր կողմերը, խորհրդարանի նախագահից բռնած մինչև որ նախագահը եւ արտգործնախարարը, այսինքն տարբեր նախարարություններ, որոնք ինչ որ կերպ արծ իրենց հետ առնչվում է, բոլորը ժողովրդի պահանջը համարում են արդարացված։ Եթե ժողովրդի պահանջը արդարացված է, այդ պահանջը չես կատարում, բնականաբար հարցերը կարող է ավելի վազանալ, ավելի ցույցերը թեժանա, կարող է ավելի վատ տեղերի հասցնել։ Այնա որ պետք է իրենք լուծում տան, որովհետև լուծում չտալու դեպքում վիճակը կարող է ավելի իսկապես պայթյունային դառնալ։ Իսկ մտահոգություն կա, որ ԱՄՆ-ն օրինակ կարող է ներգրավվել, որովհետև նախագահը նշել է, որ պատրաստ են գործել, եթե ցուցարարների նկատմամբ ուժերը շարունակվեն։ Ես չգիտեմ իսկապես նման բան ամերիկացիք իրենց թույլ կտան թե չէ, որովհետև վերջին հաշվով դա կախված է իրենց հաշվարկների, բայց նման քայլերի գնալը նաև կարող է այլ ազդեցություն ունենալ, այսինքն ներքինում կարող է որոշակի միասնականություն ստեղծի եւ նաև կառավարությանը ավելի արդարացնի ցանկացած քայլի գնալու համար, այսինքն այսօր դեպքն է որ արտաքին ճնշումը կարող է այս եղի տանել հարցերը։ Չեմ կարծում որ օգտավեր կլինի ամենայն դեպս, բայց չեմ կարող
իսկապես ասել, որ ամերիկացի կետոր նման քայլերի կգնան, որ վստահ պիտի իրենք են հաշվար գանեն, որ ըստ իրենց ծրագրացի իրենք ծրագրում են ինչ անեն, արդյոք ցանկանում են Իրանում ռեժիմ փոխել, եթե նման քայլերին ուզում գնալ, արդյոք Իրանում Իրանի իշխանությունները դրան պատրաստ են եւ արդյոք կգնան հակազդելու եւ այդ հակազդման process-ը ինչպիսին թարք կընդունի, հետո թեժանա արդյոք ամերիկյան կողմը պատրաստ է մտնել ոչ միայն թեթև հարվածների այլ պատերազմի մեջ, տանք հարցեր են, որ իսկապես մի քիչ մտածելու տեղիք է տալիս։ Իսկ հայ համայնքի մոտ ինչպիսի իրավիճակ է, նրանք ինչ են ասում, ինչ վնասներ են, օրինակ նույն տնտեսական վնասների հետ կապված ինչ են խոսում։ Նույնն է, ինչ որ բոլոր երկրում, բոլոր մարդիկ նեղվում են վիճակի, որովհետև վերջին հաշվով նրանք էլ որպես երկրի մեկ մասնիկը այս վիճակը իրենց նեղացնում է թանկությունը եւ գնաճը բոլորի վրա է ազդում եւ մարդիկ դժվար, երբ որ կյանք դժվարանում է, մարդիկ բոլորն էլ պայմաններում են հայտնվում, բայց այստեղ արդեն խնդիրն է դա, որ գնաճին կարող է 50%-ի 60%-ի հասնել, այդ դեպքում ամենի համար բարդ է վիճակը եւ այդ կտրուկ բարձրացումները շատ կարճ ժամանակի վրա լինում, ոչ թե երկարատևի վրա եւ կյանքը շատ ավելի է բարդացնում միանգամայն, այսինքն միանգամայն մարդը եթե 3 մի ապրանք առնում էր, ասենք 10 կամ 100 դրամով, այսօր միանգամայն բարդավոր է առնել 150 դրամով, այդ ուղղակիորեն տանջալի է եւ մարդը չի կարողանա առօրյա նորմալ առաջ տանել։ Ասենք հարցեր են, որ հայ եւ պարսիկ կամ քուրդ ու չգիտեմ, բելուչ չի ճանաչում, այնտեղ արդեն մարդու ապրուստի հարցն է։ Իսկ ձեզ հայտնի է, օրինակ հայ համայնքի ներկայացուցիչներ մասնակցում են այս ցույցերին, ինչ գիտեք այս մասով։ Հայ համայնքը իր անունից երբևէ չի է տեսակ բացեի հայտարարություն հնչեցրել կամ մասնակցել նման հարցերի։ Բնականաբար հայերը կլինեն, չեն կարող չլինեն, որտեղ եթե երկրի մաս ես, այդ ցավը քո քեզ բայց բնականաբար որպես կառույց կամ որպես հայկական անուն հնչեցվող չի լինի։ Օրինակ իսլամական հեղափոխության ժամանակ էլ մենք ունեցել ենք նահատակներ, Իրան-Իրաք պատերազմում էլ ունեցել ենք մեծ թվով նահատակներ, եւ այդ ցանկացած ժամանակ երկրի հեղափոխությունների եւ տագնապների ժամանակ միշտ հայության անունը կա ներկա եւ այդ չես կարող բացառել, բայց որպես համայնքային տեսական հրապարակալ չկա, նման բան չի։ Դուք նշեցիք, որ հիմա մայրաքաղաքում համեմատաբար չհանգիստ է, հա։ Այս բանս կընթանան ամանավանդ, որ գները բարձրանում է, չի կարելի ասել, բայց շուկան հանդարտ է, հիմա այս բարի արձակ վիճակ է, այսինքն մարդիկ չգիտեն, որ այսօր այս ապրանքը, որ շուկան ճարում է հաճախորդի, վաղը նույն գնով չի կարող առնել, բնականաբար մի քիչ դանդաղ պտում են կամ չեն բանում տրները իրենց խանութների, այդպես